Խորհրդային Հայաստանում նույնիսկ պետական ինստիտուտները շատ ավելի կարևորում էին, գոնե 70-ական, 80-ական թվականներին շատ ավելի կարևորում էին եկեղեցու դերը եւ նշանակությունը, քան անում է այսօրվա, այսպես ասած, անկախ Հայաստանի իշխանությունը։ Եվ սա է մեր մեծագույն ցավը, իբրև հոգևորական, որ անկախ Հայաստանի պայմաններում մենք պետք է վերադառնանք 1920-ական, 30-ական թվականների ժամանակներ, երբ որ մասսայական հարձակումներ էին տեղի ունենում հայ եկեղեցու եւ հայ եկեղեցականության նկատմամբ։ Ինչը որ կարող է թույլատնել եկեղեցին, բայց ավելի ողբերգական հետևանքներ է ունենալու պետության եւ պետականության վրա։ Եվ ես այնքան մտահոգված չեմ այդ հարձակումներից իբրև եկեղեցական, որքան մտահոգված եմ այդ հարձակումներից իբրև Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացի։ Եվ ես լիիրավը միշտ շեշտում եմ, որևիցե մեկը իրավունք չունի հոգևորականին, որը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունի եւ կարող ուներ հնարավորություն ուրիշ քաղաքացիություններ ունենալու եւ չի ունեցել, մնացել է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որևիցե մեկը չի կարող սահմանափակել այդ քաղաքացու իրավունքները։ Եվ մենք, եթե ընդհարման մեջ ենք նույնիսկ շագերտների մեջ պետականության հետ չէ, որ հակամարտության մեջ ենք, այլ այսօրվա իշխանության մեջ։ Եվ երբ որ ասում են մենք զբաղվում ենք քաղաքականությամբ, այսինքն մի իշխանություն, որ կարող է հազարամյա, երկհազարամյա Արցախի թեմը լիկվիդացնել, եւ մենք պիտի ծափահարենք եւ ասենք, հա, դա մեզ չի վերաբերում, սա քաղաքական հարց է։ Երբ որ մի իշխանություն հարյուրներով, հազարներով եկեղեցիներ եւ վանքեր հանձնում է թշնամուն եւ այդ տարածքը հայտարարում պատմական Ադրբեջան, ուրեմն մեր ընդվզումը քաղաքականության մեջ ընդգրկվել է։ Ուրեմն մենք իբրև Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացիներ ցանկացած իրավունքից կարող ենք օգտվել, որով օգտվում է որևիցե մի քաղաքացի։ Հետևաբար վերադառնալով իմ ասածին, իմ մտահոգությունը այն չի, որ եկեղեցականության վրա հարձակում է, շատ են հարձակվել, սրանք էլ կհարձակվեն, կասեն կգնան։ Իմ մտահոգությունը առավել, եւ այս մասին եմ ուզում շեշտել, իմ մտահոգությունը առավել պետական ինստիտուտների բացարձակ եւ ամբողջական եւ ասված մի առաստրի, որ անվերադարձ լինի, կոլապսն է։ Այսինքն վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը մտել է մի տարածք, որ իրենը չի, եւ ինքը ոչ մի իրավունք չունի, ոչ որպես քաղաքացի, ոչ որպես վարչապետ մտնելու, բայց մտել է, եւ պետական ինստիտուտները իրեն չեն ասում, թե այս բանը մի արա։ Այսինքն չկա ազգային անվտանգության ծառայություն, որ ասի գիտես ինչ, ազգային անվտանգության սպառնալիք է եկեղեցին փոխել քայքայել ներսից։ Չկա ազգային անվտանգություն փաստացի, որ չի սովորեցնում այսօրվա իշխանությանը, թե ինչպես պետք է մոտենալ եկեղեցուն։ Չկան ուժային կառույցներ, որոնք ասեն, որ արտարադատության նախարարություն, որոնք ասեն, որ գիտես ինչ, դու օրենք ես խախտում, սահմանադրությունն ես խախտում, իրավական նորմերն ես խախտում, մտնում ես մի տարածք, որտեղ իրավունք չունես մտնելու։ Ոչ միայն պետություն եկեղեցի հարաբերությունների կոնտեքստում, այլ նաև մարդու անձնական կյանքի հետ կապված։ Եթե պետական ինստիտուտներ աշխատում են, վարչապետը չի կարող իրեն պահել այսպես։ Ոչ էլ առաջին տիկին կոչվածը, որ առաջին տիկին չի կարող իրեն պահել այսպես անպատասխանատու։ Որովհետև այդ պետական մարմինները պետք է զսպեն։ Դրա համար գոյություն ունեն, որպեսզի զսպեն։ Եվ հետևաբար ես ավարտելով ասեմ, որ շատ ուրախ եմ, որ այստեղ իրավաբաններ, հաստաբաններ, իրավագետներ են հավաքված, ովքեր պետք է այս ձայնը բարձրացնեն, որ ոնց կարող է պետական ինստիտուտները, որոնք կոչված են այդ հարցերով զբաղվելու, այդ հարցերով չեն զբաղվում եւ լիակատար
թողել են բախտիքը մաջուկին, թե տեսնենք, թե ամեն առավոտ ինչ-որ մի հոգեգան լուրջ պրոբլեմներ ունեցող անձ ինչ կգրի եւ ամբողջ ազգը կզբաղվի այդ գերազանցությամբ։